Նախ կրակեցին 60 տարի մեկը պատտվում, ինքը շատ դժվար է, ինքը շատ էգոիստ է։ Կրակե հրեղեն ձին, ինչ է բերելու 2026 թվականին Հայաստանին։ 26 տիպը հրեղեն ձին է։ Ձին ինքը բլագարոտնի, ոնց ասեմ, առաքինի է համարվում, ինքը արիստոկրատ նշան է համարվում։ Տիկին Լույսի, ասացիք, որ 2026 թվականը ձին կռիվ բերող տարի է։ Բոլորին հետաքրքրում է, Հայաստան-Ադրբեջան պատերազմ լինելու է ի վերջո, թե ոչ։ Ու այդ մամաներին կխնդրեմ, որպեսզի այդ մամաները վատ բան չմտածեն, որ իրանց երեխեքին վատ բան կլինի բանակում։ Այդ էներգիան մի ուղարկեք այնտեղ, ձին չի սիրում լացուկոց։ Ալիևը այդպես ինչքան ուզում է թող խոսի։ Ինչ ուզում է թող խոսի Հայաստանի մասին, դա չի լինելու։ Այդ ձին հրեղեն ձին, անենց է քացով խփելու, անենց է թափկելու է հետևից։ Ալիևի պլանը հաջողվելու է, թե ոչ։ Ոչ, Ալիևի պլանը չի հաջողվու Հայաստանի սահմաններից վերցնելու ժողովուրդ։ Հայաստանը վարի չի գնալու, կտեսենք, մեր պետականության էլ ոչինչ չի լինելու, դա չի լինելու, առա կգա։ Հենց այդ երկրներին կլինեն երկնային աղետներ, առաջին, Ադրբեջան, Թուրքիա։ Հայ ժողովրդի հետ բոլորը հաշվի են նստելու եւ այդ ժամանակը կամաց մոտենում է ժողովուրդ ջան։ Եվ այն երկրները, ովքեր մեզ այդ վատ են եղել, իրանց վատ բաներ սպասում բացվին, կդառնա մեծ գունդ, լուսավոր կլինի, ու դու կտեսնես ինչքան լավ բաներ է քեզ սպասվելու։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, բարի լինի բոլոր այդ օջախներում, 26 թվականը աշխատենք, ինչքանով կարանք աշխատենք, ամեն ընտանիք, ամեն ժողովուրդ, ամեն ընկերություն, ամեն հարազատ ու բարեկամ, ինչքան կարող ենք իրար հետ լավ լինենք, որովհետև մեր հայ ժողովուրդը շատ դժվար պայքարների մեջ եղավ, շատ դժվար օրեր անցկացրեց։ Ես շատ հետ չեմ գնում, 20 թվականից եմ հաշվում, որտեղ ահավոր էր։ Հիմա արդեն մեծ փոփոխությունները շրջանը 26 թվականից սկսվում է, աստրոլոգիայով 26 թվականը սկսվում է փետրվարի 17-ից, նաև խավարման շրջանի արևի խավարում է։ Ուզում եմ դուք հասկանաք ինչ բան է խավարում, ժողովուրդ ջան։ Խավար, մթություն, ոչինչ չի երևում։ Դրա համար խավարման ընթացքում այն էլ արև է, որ կյանքն է ու կամքն է, խորհուրդ չի տրվում ոչ մի լուրջ հարցերով զբաղվել, ոչ մի լուրջ հարցերով, ամուսնություն, գործարքներ, նոր բնակարան, առնել, արտալ, ընդհանրապես ոչ մի բան չի թույլատրում, ավելի ճիշտ է վերանայր ինքդ քեզ քո ներսից, որտեղ դա քո կյանքն է։ Ու թվով մեկն է համարվում 925 թվականն էր, որ դա հոգևոր թիվեր համարվում ուղեղ ու ողնուղեղ, որ շատ-շատերին հարվածներ տվեց, շատ-շատերին դա ուղեղի աշխատանքն է, որպեսի մեջքդ ողնաշարդ ուղիղ կանգնես, դու կարողանաս ուղիղ կանգնել։ Իսկ հիմա մեկն է։ Ինքը նորությունների, նորարարությունների գիտելիքից շրջան ենք մենք մտնում, որ ասեմ գնալով հիմա հրաշքներ է կատարվում, բայց Հայաստանում այդքան վատ չի լինի, ու ես ձեզ շատ եմ խնդրում, ես այնքան եմ հոգնել, անկեղծ եմ ասում, շատ եմ հոգնել, որ ասում եք լույսան փափուկ բարձ ատնում, ես ոչ մի փափուկ բարձ չեմ տնում, եթե ով ուզում է 4 բարձի վրա պարկեմ կամ անբարձ տո պարկե, թող է Սոլոմոդանի գլխի տակ ու պարկե, թող գնա չոլերուն պարկե, ես իրականն եմ ասում, և վաղուց եմ դա ասել պատերազմից հետո 20 թվականի, որ գալու է ժամանակ, որ հայ ժողովրդի հետ բոլորը հաշվի են նստելու, և այդ ժամանակը կամաց մոտենում է ժողովուրդ ջան, և այն երկրները, ովքեր մեզ այդ վատ են եղել, իրանց վատ բաներ սպասվում, ուղղակի ափսոս է ժողովուրդը, որը որ մեղավոր չի։ Այստեղ ղեկավարությունից է գալիս եւ Կրեմլից է գալիս։ Ինչ եմ ես Կրեմլը շեշտում, որտեղ Պլուտոնը գտնվում է ջրհոսում։ Ինքը քանդող մոլորակա ու 20 տարի դեռ տևելու է։ Կոնկրետ Ռուսաստանի մասին է խոսից, ինքը ջրհոս է, ու Ռուսաստանը ամեն ինչ քանդում ավերում է։ Բայց Ռուսաստանը շատ ափսոս է, շատ այդ հզոր կայսրությունը Գորբաչովի ժամանակ ամբողջ ավերվեց, շատ ափսոս էր։
ռուս ժողովուրդը կոնկրետ եթե վերցնես ինքը մեղավոր չի, այն ինչ քայքայում է գնում ռուս ժողովրդին, ինչա դարել այդ ժողովուրդը, նարկոմաններ, ալկաշներ, անառակություն, փողոցում, ինչա կատարվում, մեղք են, իրանք էլ են մարդ, մեղք են, իրանք էլ Աստծո ստեղծած են, մեղք են։ Շատ երկրներ դեռ պատերազմներ կշարունակվեն, ջրհեղեղի հետ կապված երկնային տարերքներ դե կլինի, որտեղ ծով ու օվկիանոս կա, դա ես 26 թվականի մասին եմ ասում, մեղմը Հայաստանում կլինի, բայց այնպես չի, որ ասենց ձեռքները դրեք դնչի տակ ու սպասեք վերևից ինչ-որ մանանայներ ընկնի, այդպես չի, դժվար վիճակներ լինելու են դա, հիմա արդեն քիչ մնաց, Սև լուսինը դուրս կգա Կարիճ համաստեղությունից, որ 9 ամիս տատվեց, մարտից էր դա, որ այդ կրիմինալը, հանցագործությունները, անառակություն, այլասերվածություն, մոգություն, որը շատ արվեց կեղտոտ անգրագետ բաներ, մահեր անհասկանալի, այս ամեն ինչը վերջանում է, բայց սկսվում է արդեն Սև լուսինը կմտնի աղեղնավոր, որ էլի տևելու է երկար ժամանակ, մոտ 9 ամիս, 6 ամիս, 9 ամիս, որտեղ սկսվելու է հոգևորականների հետ խնդիրներ։ Այդ ժամանակ ամեն ինչ իրոք սա աշխարհով մեկը, Սև լուսինի միայն հայերի համար չի, բայց այստեղով սկսվեց ամեն ինչ, ապրիլ ամսից այդ շրջանն է գնում, դա ապրիլից է սկսվելու, որովհետև ինչքան որ հիմա ամեն ինչ դուրս եկավ ջրերից, դեռ ավելի է դուրս գալու, մեծամտության, անպարտավանության, երբ որ լուսնային հանգույցը կլինի արդեն ջրհոս, ես ուղղակի ժամկետները չեմ կարողանում հիշել, որ միշտ աշխատում եմ, գարնանը աշխատում եմ ժամկետներ չասել, որտեղ անկախատեսելի ժամկետներ շատ կա, չես կարող կոնկրետ ասել, այս ինչ ժամանակ, այս ինչ թվին, սխալ կլինի դա, որտեղ ժամանակն է փոխվել ու ժամանակը շատ կարճացել է։ Շատ հարցեր դուրս կգա ջրերես, իրենք մարդը, քանի որ մեկն է տարվա թիվը, դա անհատն է, ինքն է ու Աստված, ինքդ քո մեջ մտածիր, որտեղ ես դու սխալ բաներ արել, որտեղ ես դու բաց թողում արել, յուրաքանչյուր ասպարեզում ընտանիք կլինի, աշխատանք կլինի, թե ընկերությանդ մեջ կլինի, բայց շատ կարևորը հոգևոր դաշտի դա եկեղեցին է, քահանաներն են, հոգևորականներն են, աշխարհով մեկը դա գնում, արդեն դու ինքդ կիմանաս, այս քահանային հավատաս, թե իմ քահանային հավատաս, ես ոչինչ ստեղ չեմ կարող ասել, որտեղ չի կարելի այդպես խոսել, պարզապես դու ինքդ քո մեջ կզգաս, ավելի լավ է կարդացեք, հոգևոր գրականություն կարդացեք, զարգացեք, գիտելիք ձեռք բերեք, ով որ գիտելիք ձեռք չբերեց, ով որ չկարողացավ արագ մտածել, այն մյուսը, որ հետին պլանի մեջ է դեռ, որտեղ կրթության ու գիտելիքի հետ է տալիս դասախոսական կազմ, մանկավարժություն է, ինստիտուտները, դպրոց մանկապարտեզները, որտեղ դեռ են սովետի այդ կարծրատիպն է մեջը մտած լինելու, ով ավելի արագ կմտածի, ավելի ժամանակ հետ կգնա, նա կանցնի առաջ։ Ու ճիշտ կգնա ուղին, իսկ ով որ հնի մեջ դոփելու է, այդ դրանք կսկսեն չարախոսել, կասեն տես են անգրագետը ոնց գնաց առաջ, իսկ այդ անգրագետության մեջ հենց կաշառակերներն են եղել, որոնք այդ հատկապես բժշկական ասպարեզում, առողջապահության ասպարեզում, ճարտարապետության, օրենքների հետ կապված, դատաիրավական համակարգը, փաստաբանները միանշանակ փաստաբաններ հետ կապված, որտեղ շատ փաստաբաններ կարող է եղել քնիչ, կարող է եղել չգիտեմ ինչ իրոք, ես ժողովրդական մարդ եմ ու հիմնականը քանի որ աղեղնավորն է, ինքը տալիս է դատաիրավական համակարգի փաստաբաններ ու փաստաթղթեր, ովքեր աշխատեցին միայն իրանց գրպանի համար եւ ոչինչ չարեցին, էլի տարիներով դատեր է գնում, արդյունք չկա։ Տարիներով քննիչները քննում են, ոչ մի արդյունք չկա, ու երբ հարց ես տալ, ծանրաբեռնված ենք, սուտ է դա։ Ինչ են անում իրանք եթե դատավորն ինչ անում, որ տարիներով դատա քննում ու ոչինչ չի անում, միայն հետաձգում են։
ամեն հետաձգելը դա փող է։ Տիկին Լուսիա, 2026 թվականը ինչ էներգետիկ ֆոն է բերելու Հայաստանին։ Մինչև ամառա 29-30 թվական աշխարհում դեռ լարված վիճակ գնալու է, շարունակվելու է։ Բայց այդ բոլորի հետ համեմատած ամենախաղաղը Հայաստանում է լինելու։ Փափուկ բառ չեմ դնում, իրական եմ ասում։ Ուղղակի աշխատեք լավ բաները տեսեք, որտեղ դրական բաներ շատ է լինելու։ Բնակարանի հարցեր կա, ամուսնության հարց կա, բայց քանի որ վատ ինֆորմացիաները շատ է տարածված դա լրագրողի կողմից է դա էմիգրացիաներն է շատանալու։ Եվ թող ոչ մեկին չթվա, որ ինքը եթե երկիրը լքեց, կգնան դե ծաղկունքի մեջ կապր, այդպես չի լինելու, կողա փոշմանի նորից հետ կա։ Հարկավոր չի Հայաստանը լքել։ Եթե հարց եք տալի Հայաստանի, հարց տակ Հայաստանի վիճակը ինչպես է լինելու, ես վատ բան չեմ տեսնում Հայաստանում։ Վատ են վերցնենք պատերազմը, չկա պատերազմ։ Իրոք չկա պատերազմ, փորձեք լավը տեսնեք։ Ես կուզենայի, որ դուք իհարկե մոլորակներից ելնելով եմ ասում, որովհետև հուլիսի 1-ից 8-ից մոլորակը կլինի արդեն առույց համաստեղությունում, այստեղ էլիտար մասա է տալի, էլիտար է, որ առույց ինքը բեմ է, ինքը ճանաչողություն, ինքը լավ բաներ է։ Դիվանագիտությունը, արվեստը, երեխաները, մանկավոր, ինչքան լավ բան, սիրուն բաները, ոսկեղենը, աշխատեք կայ տենց բաների վրա խորացեք, որ ձեր երեխաներին, հատկապես հայրերը, իրանց երեխաներին կրթության տան, իրանց երեխաներին արվեստի, մշակույթի ասպարեզ մտցնեն, ինչքան նկարելը, երգելը, բեմ դուրս գալը, որտեղ լիքը լավ բաներ կա։ Սովորեք, փորձեք դրան ու հայկականը, ազգայինը, մեր մշակույթը աշխատեք պահել։ Որովհետև, ասում եմ, սա լուսնային հանգույցից էլ է գալի, լուսնային հանգույցն էլ ջրհոսումը դա իրենից ներկայացնում է գիտելիք, նոր արարություն և շատ լայն շրջապատ։ Ես խորհուրդ չի տա Հայաստանը լքել, բայց ով ուզում է թող գնա, որտեղ տարիներ առաջ ես արգելում եմ, մի գնացեք, բայց իմ ուզում եք գնացեք զարգացեք։ Գնացեք տեսեք ինչն է լավը սովորեք ու վերցրեք, և Եվրոպա է տալիս, և Ամերիկա է տալիս, բայց նախորդ ձեզ ասեմ, որ նախ ամբողջ աշխարհում է, հատկապես Եվրոպայում այդքան էլ լավ վիճակ չի, էկոնոմիկայի անկում է գնում, հատկապես այն երկրները, որտեղ ծովերը օվկիանոսներ կա, այդտեղ երկրների աղետներ շատ է դեռ սպասվում։ Եվ ես շատ կուզենամ, որ ժողովուրդը հասկանա Աստծո դրան տեղը, որտեղ այդ հարցն էլ անպայման բարձրանալու ժողովրդի մեջ, եկեղեցում մենք չենք կպնում, որտեղ իրավունք չունենք, քահանաներին չենք կպնում, որտեղ այդ իրավունքը չունենք, ոչ մեկ իրավունք չունի քահանային կպնի, ինչպիսին էլ ինքը լինի, դու քո հավատք ունեցիր։ Դու քո հավատք ունեցի առ Աստված, կանգնի սարեր, ձորեր, ձեռքերդ բարձրացրու, խնդրի Տիրոջից, որտեղ աղոթքը դա խնդրանք է, որպեսզի դու դա ստանաս ինչը, որ ինքդ ուզում ես, բայց մոգություն էլ է շատ լինելու, ձեզ ասեմ, եկեք դուք մոգությունը չարով մի նայեք, որտեղ մոգություն, կախարդություն է, կա սև, կա սպիտակ, սևը դրանք են վհուկություններն է, վհուկությունները, որ շատ չար կեղտոտ վատ բաներ են անում, ընտանիքները քանդելու, օտարազգիների հետ մոռացած է, օտարազգիների հետ ամուսնությունը շատ կլինի, դա գայթակղվածությունից է գալիս, որ էլի խորհուրդ չի տրվում, որտեղ ես ամեն կերպ աշխատում եմ, որ մեր հայացքը ավելի ծաղկի, ավելի երեխաները շատանան, ու շատ երեխաներ ունենան ու հայկական լինի մեր ամեն ինչը, որովհետև աղեղնավորումը, ես ամեն ինչ սև լուսնից եմ ասում, իսկ աղեղնավորն էլ դա անոթներն է մարդկանց, անոթներն է, երիկամն է, լյարդն է, դա արունն է, ոչ ոք ձեր հավատքը չուրանաք, կրոնափող չլինեք հանկարծ, մի գայթակվեք, որտեղ գայթակվածությունը, ահա որ արդեն սկսվել է, զույգերի տղամարդկին հարաբերությունների գայթակվածություն չունենաք։ Կրակե հրեղեն ձին, ինչ է բերելու 2026 թվականին Հայաստանին։ Տարին ինքը 26 թվականը, փետրվարի 17-ին աստղաբանությամբ կլինի նոր արդեն կթևակողենք նոր թվական, այդ 26 տիպը հրեղեն ձինա։ Ձին ինքը բլագարոտնի, ոնց ասեմ, առաքինի է համարվում, ինքը արիստոկրատ նշան է համարվում, բայց ես դա վաղուց եմ ասել, ինձ ճանաչողները գիտեն, որ
Ես ուշադրություն չեմ դարձնում, շունա, կատուя, թե ձիա, ինձ համար մարդ է ու ինձ համար տարի է։ Տարի է, որ նոր տարին գալիս է, ինձ համար հունվարի 1-ից նոր տարին եղել, ոնց որ ես դաստիարակվել եմ, բայց Հայաստանում այդ հին տոմար, նոր տոմար ու մարտի 21 նավասարտն էլ գալիս է, օգոստոսին էլ է լինում, եկեք այդպես նայենք, դա էլի կլինի մեր հին մշակույթը, բայց ես ինչ ձեզ խորհուրդ կտա, եթե ասենք ձին, նախ կրակեցին 60 տարի մեկ է պատտվում, ինքը շատ դժվար է, ինքը շատ էգոիստ է, շատ կարակոտ է, որ ինքը կռիվներ է բերում, ինքը վայրի է, ինքը թռնում այս կողմ, թռնում այն կողմ, չի սանձվում, բայց ամենաբարին է ձին։ Եկեք չմոռանանք, որ ձին ամենից բարին է, ինքը իր տիրոջը շատ նվիրված է։ Այստեղ մենք չասենք, որ տարին մեզ պետք է նվիրված լինի, մենք պետք է իրար նվիրված լինենք։ Մենք կենդանիներին նայում ենք կոցի տարի, ձյուրու տարի, դրակոնի տարի, բայց տարին չի տալի, մենք ենք տալիս։ Մենք մարդ ենք, ունենք բանականություն։ Ուղղակի քանի որ սերը այդ ձին ինքը նվիրված է համարվում, ու առաքինի է համարվում, ճիշտ կլինի, որ մենք բոլորս իրար հետ այդպես վարվենք, ինչպես ձիներ, որ ձին չի թողնում, որ իր վիրավոր տերը այդպես ծնգած մնա։ Ինքը գալիս դնում է իր մեջքին, ինքը լիզում է, որ իր վերքերը լավանա, ինքը միջև վերջ գնում է, կարկու, տանձրև, ցեղ ամեն ինչի մեջ գնում է, որ իր մեջքին նստածին չքցի։ Ու մարդը, որ չարա, վատնա, դաժանա, սրիկայա, ինչքան վատ բան ուզում եք վերցրեք, կենդանին ձին հատկապես դա զգում է։ Դուք նկատել եք, չէ՞, մարդը կա, որ ինչքան էլ մտրակում են, որ ձին ենթարկվի, այն էլ կրակ է հրեղեն ձին, որպեսզի սանձի իրան, նստի իրան, ձին էլի գցում է, որտեղ չի ուզում, որ ինքը իր մեջքին լինի։ Այդպես եկեք նայենք մեր մարդկությունը, մեր շփում իրար հետ, որ ձին ում չի պահի, ով որ սրիկա է, ով որ դաժան է, ով որ խաբեպա է, ով որ խարդախ է, այդ տարին, այստեղ արդեն տարին հարված կտա, քացի կտա։ Քացի կտա հենց այն մարդուն, ով ծեծելով, ստիպելով, սրիկայությամբ կուզենա այդ ձիուն սանձի, տարին ահա որ հարված է իրան տալու, ու մեջքից է խփելու, քանի որ հուլիսի 1-ից Յուպիտերը երբ կլինի առյուծ, տեսեք առյուծը, արքան է կենդանիների, այդ էլ առյուծինը ողնաշարն է, հենց մարդու ողնաշարին խփելու է, կարող է ընկնի ողնաշարը կոտրվի, կարող է մեջքը սառի ինքը, պայծեշկա բառ չգիտեմ հայերեն ոնց է։ Իսահակյանն էլ էր ասում, հարցրեցին, ասեմ, պայծեշկան ոնց է, ասեց, այդ հայերեն չունի թարգմանություն, ես էլ այդպես մեջս մտածել, որ պայծեշկա ավելի լավ եք հասկանում։ Տարին պայծեշկա չի տա ոչ մեկից, եթե դու ինքդ չկարողանաս այդ սանձը բռնել ձեռքը, դա քո բարությունն է, որ դու ձիու բաշը պետք է սիրես, ձիուն պետք է կերակրես, լվանաս, մաքրես, սիրել, սերն ու գուրգուրանքն է դա։ Տիկին Լուսի, ասացիք, որ 2026 թվականը ձին կռիվ բերող տարի է։ Բոլորին հետաքրքրում է, Հայաստան-Ադրբեջան պատերազմ լինելու է ի վերջո, թե ոչ։ Քանի որ ձին ինքը հրեղեն է, 26 թվականը հրեղեն է, որ ասեց էլի նորից ասի 60 տարին մեկ է լինում, ու շատ նակախներ արիցիա, թե որ թիվնենք բոլորին, որովհետև բանակ գոյություն է մեր հայկական և մամաներ երեխեքը բանակում են, որոնք շատ անանք ստանում են, որովհետև վախը մեջները մտած անցալից, պատերազմ կլինեն թե որ Ադրբեջան, Հայաստան, ես այդ ծնողներին շատ կարող եմ հանգստացնել, ասեմ ոչ, թող ձեր երեխաները հանգիստ, ես չեմ ուզում ասեմ աղոթքով գնան, որտեղ շատ աղոթեցին, շատ աղոթքը խնդրանք է նշանակում, բայց ոչ ոտանավոր, ես կասեմ, որ թող ձեր տղաները, ես որ միանշանակ աղոթեմ, ես չեմ ուզում իմ կողմից մեծամտություն լինի, որ իրոք այդ երեխեքը, որ պետք է գնան բանակ, իրանք ապահով հետ է գալու իրանց մայրերի մոտ։ Ու այդ մամաներին կխնդրեմ, որպեսզի այդ մամաները վատ բան չմտածեն, որ իրանց երեխեքին վատ բան կլինի բանակում։ Այդ էներգիան մի ուղարկեք այնտեղ, ձին չի սիրում լացուկոց, ձին ուժեղ է ինքը կրակ է, հրեղեն է,
ինքը ուժեղ է սիրում, ինքը մարտիկ է, ինքը հզոր է, ինքը ինչ որ տեղից նաև էգոիստ է։ Ինքը նաև էգոիստ է, այսինքն պետք է մտածի միայն իր մասին, բայց քացի չտա կողքինին։ Այս էլ դուք մտածեք։ Ես շատ եմ ուզում, որ մամաներ երեխեքին ճիշտ դաստիարակեն, անվախ մարտիկներ սարքեն, ոչ թե մամայի բալաներ։ Ու ես շատ կուզենամ, որ բոլոր մեր Հայաստանի պապաներ երեխեքը գնան ծառայության։ Բոլոր մեր որը ուզում լինի, մեր Հայաստանի, մեր հայերի, սուտի փուտի տղամարդկանց պապաներ, իրանց տղաները գնան ծառայության։ Ու ծառայեն Գորիսում, Սիսանում, Մեղրիում, որտեղ սառն է, ցուրտ է, որտեղ անձրև է գալի, ձյուն է գալի, որ իրան կարան մրսեն, ու այդ դիքը սարը բարձրանալը դժվար կլինի։ Ես ուզում եմ հենց այդ վախկոտ պապաների երեխեքը, ես ինչ եմ վախկոտ ասում, որովհետև իսկական տղամարդը վախկոտ չի ու իր երեխեքը գնում են ծառայության։ Վախկոտն են տղամարդիկ, ովքեր թալանչի են։ Եվ իրանք այդ թալանչիությամբ իրանք կարան շատ կեղտոտ ստոր բաներ անեն։ Ու իրանց երեխեքին չեն թողնում, որ իրանք գնան բանակ։ Հենց այդ պապաների երեխեքը պետք է գնան ծառայության, ովքեր իրանց երեխաներին չեն թողնում, որպես ինքը գնա ծառայության, մահանաներ են բռնում, հիվանդ են, կեղծ փաստաթղթեր են բժշկական հանում, բայց որ արդեն հարցը գալիս ամուսնության, իրանք առողջ են։ Ինչպես մի քանիսին, որ բռնում են, կալանավորում են, ղեկավարության առաջին, այդ բոլորը հիվանդանում են, բոլորի շաքարը բարձրանում է, բոլոր անոթների խնդիր ունի, բոլորը սրտի խնդիր ունի, ու իրանք բանտից ազատում են։ Հիմա այդպես չի լինելու, որտեղ քանի սև լուսին է գտնվում աղեղնավորում, դատարաններ տալիս է, փաստաբանություն տալիս է, քննիչներ տալիս է, ու ով իր տեղում չի, ու ով խարդախ բաներ կանի, դուք լավ իմացեք, այդին հրեղենցին, անենց է քացով խփելու, անենց է թափքելու է հետևից, որտեղ հետևից է ձի խփում, առաջից չի խփում, որտեղ դու թաքուն ես ուզում ինչ-որ մի բան անես, ու այդ ձին շատ վատ հարվածներ է տալու։ Հետո կարող է իմ հարցը շատերը չհավանին, բայց ես չեմ կարող դա չասեմ, քանի որ ես արդեն շատերը գիտեն, արդեն 8-9 ամիսս ավելի շատ համարձակ եմ տալել մարտ ամսից ես կողմ խավարումից, փետրվար ամիսն էլ քանի որ խավարումները այդքան էլ հաջող խավարում չի ձեզ ասեմ, ամեն սրիկայություն ունի իր պատիժը։ Ու տեսեք ինչ պատիժներ է լինելու, այդ ջրհոսի մեջ ենք փետրվար ամիսը, որը տալիս է շատ անբացատրելի հիվանդություններ, որը սպասվում է։ Անբացատրելի։ Դու գնում ես, դու վատ ես զգում։ Դու դիմում ես բժշկի, ռենտգենը, էդ էլ է լինելու, ես մոռացա ասել, որտեղ հոսանքի հետ կապված շատ հարցեր է լինելու։ Դու դիմում ես բժշկի, քո անալիզները ամեն ինչ նորմալ է, բայց դու վատ ես։ Դու հա վատ ես։ Ամեն տեղից բողոքում ես, թույլ ես, վատ ես, բայց անալիզներդ նորմալ է։ Այդ հենց այդ անբացատրելի հիվանդություններն է, եւ այդ ճմկտոցն է վերևից, որ տեզերքը ճմկտում է, որ քո պատիժներն է տալու, քաղցկեղը նորից է շատանալու։ Լյարդի հետ կապված, արյան հետ կապված, վերջույթների հետ կապված, ողնաշանն ու սիրտը արդեն հուլիսից է սկսվելու։ Հա, հետո ինչ էլի կտա 26 թվականը, որ չգիտեմ, դա մի քիչ կարելի ասել թե ոչ, բայց միգուցե հարցերից, որտեղ ես այդ ումը որ բռնել են, ովքեր որ սխալ բաներ արել են, ինձ հիմա ոչ մեկ անկեղծ եմ ասում հետաքրքիր չի, ինձ ոչ մեկով չեմ հետաքրքրվում, ոչ մեկի գարասկոպը չեմ նայել, ոչ էլ կնայեմ, քան իրենք ինչ չեն խնդրել։ Քան իրենք ինչ չեն խնդրել, ես ոչ մեկի գարես Սամվել Կարապետյան կլինի, Ռուբեն Վարդանյան կլինի, թե ումը որ բռնել են այնտեղ, ով ուզում է լինի, ոչ մեկին է ոչ նայել են, ոչ էլ կնայեն, որտեղ ոչ մեկ ինձ հետաքրքիր չի։ Երբ որ կհարցնեն եւ կվճարեն, այն ժամանակ ես կնայեմ։ Այո, ես հիմա այդպես եմ խոսելու, որտեղ դա ճիշտ է։ Ու ես հիմա կասեմ արդեն
Այդ ոչ մեկի մոտ ես լավ բան չեմ տեսնում։ Հենց լուսնային հանգույցը կփոխվի կմտնի ջրհոս, որը հակառակ առույցն է, դա իրենց առաջվա ամբարտավանությունից ելնից ուղղակի հիմա լավ չեմ հիշում, երբ եմ մտնում, բայց որքան հիշում եմ, գարնանը պետք է լինի։ Լուսնային հանգույցը ցկան մեջ է, որ տալիս է բացահայտումներ, հոգևոր աշխարհ, ֆինանսներ, խաբեության մանիպուլյացիաների, ալերգիկ մաշկային հիվանդություններ, տեսողության հետ, ոտքի, այդ ամենը կա։ Հիմա հենց մտավ լուսնային հանգույցը ջրհոս, այս մասածները սկսվելու են արդեն։ Հակառակներ առույցն է։ Այն մարդիկ, ովքեր եղել են ամբարտավան, որ թուրը աչուծախ կտրել է իրանց մոտ, հիմա էլ չի կտրելու։ Հիմա իրանք են հարվածները ստանելու իրանց երեխաներով հանդերձ, հատկապես ովքեր ունեն տղա երեխաներ։ Ուզում ենք ասել, լույսա շատ չար ես խոսում, լավ եմ անում։ Ճիշտ եմ անում ինչ-որ խոսում, որտեղ այն վիշտը, որ ես տեսա դատական իրավական համակարգի կողմից, ես դա չեմ թաքցնելու, ես դա չեմ լռելու։ Թող ոչ ոք, ազնիվ կարգին մարդիկ, այդ վիշտը չտեսնեն։ Իսկ ում մատը փուշ կմտնի, ով որ այդ սրիկայությունն արել է, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ոչ էլ ես ցավ կզգամ, որտեղ իրանք ցավ չեն զգում, ոնց է խաբել ու իմ նման քանի հոգու։ Մեր հայերից շատ-շատերը անտուն են, շատ-շատերը, որտեղ այդ սրիկաների կողմից իրանք դիվադադար են եղել, այն հյուսիսային պողոտայից սկսած, որտեղ մեր տներն էլ է այդ կողմը, մեր դասարանցիներն էլ են այն կողմն եղել։ Պետք չի, որ ես անվանական բաներ ասեմ, իմաստ չունի, այնտեղ ահագին մահեր եղավ, թող այդ մարդիկ, որտեղ մեկն է թիվը, չմոռանանք, ես, իմ իրավունք, եթե ամեն մարդ իր մեջ կունի ազնիվ է, այն մարդը, ով որ ընտանիք ունի, երեխա ունի եւ ինքը աշխատել է իր երեխեքի համար, ասում, իմ երեխեքը իմ թոռների, բա նրան երեխա չեն, նրանը թոռներ չեն, որ գնացին, հա։ Իսկ ձեր երեխեքը հիվանդ են իրբար, սեռական հիվանդ է, բայց ինքը ամուսնանում է, այդպես թղթեր են հանում, սեռական հիվանդ է, թող գնա պատի տակ չիշի կանի, եթե սեռական հիվանդ է։ Ալիևը, որ մի քանի, չգիտեմ ինչ ես դրանց ասեմ, վերլուծաբան ասեմ, աստղաբան ասեմ, պայծառատես ասեմ, չգիտեմ, ինչ ուզում եք ասեք դուք, ոչ մեկ ինձ հետաքրքիր չի, որտեղ ես ոչ մեկին չեմ հավատում։ Ես կհավատամ մեր մարդուն, երբ որ կտեսնեմ արդյունք։ Իսկ երաստեսնի վերկանախոսի ես այդ մարդկանց չեմ հավատում։ Ալիևը այդպես ինչքան ուզում է թողոսի։ Ինչ ուզում է թողոսի Հայաստանի մասին, դա չի լինելու։ Ուղղակի մի քանի տագետների գլուխը դա մտնում է։ Որտեւ ինքը ուզում է իր գլուխը այդ բանը մտնի։ Մեր ժողովրդին պահում են վախի մեջ։ Ալիևի պլանը հաջողվելու է թե ոչ։ Ոչ։ Ալիևի պլանը չի հաջողվու Հայաստանի սահմաններից վերցնելու ժողովուրդ։ Ասենք Լուսյան սուտ է ասում, կտեսնեք, Լուսյանը սուտ ասում, թե մի քանի աստղաբան, թե մի քանի վերլուծաբան, որ ձեր տուպոյ ուղեղի մեջ, անգրագետ ուղեղի մեջ լցնում են, որ Հայաստանը գնաց վարի, վերջ, Հայաստանը վարի չի գնալու, դե կտեսենք, մեր պետականության էլ ոչինչ չի լինելու, մի քիչ համբերեք, մի քիչ իրար հետ եղեք, ես շատ եմ ձեզ խնդրում, շատ այդ տոնս բարձրացրեցի, ով քաղաքական գործիչ չի, ով վերլուծաբան չի, ով պատմություն կյանքում գիրք չի կարդացել, գնացեք ձեր տուն, գնացեք գործ արեք, ձեր մարդուն սիրեք, ձեր թոռներին հեքիաթ պատմեք, նանիք ասեք, թոռը քնի, կոֆե նայեք, բաժակ նայեք, գործ չունեք քաղաքական, հիմարություններ դուրս մի տվեք, փողոցում այդ ինտերվյուները, որ վերցնում են, դրանք դիտավորալ ամեն ինչ անում են ինձ անգրագետ ժողովրդից։ Մի խոսացեք, եթե գալիս է միկրոֆոնը մտնում է ձեր բերան, ասում է, ինչ եք ես ինչենցի հարց, ասա ես չգիտեմ, ինձ հարցեր մի տուր, շորարի գնա։ Ադրբեջանում, Թուրքիայում, ինչքան Ալիև իրան վատ պահեց, մեր երկրի համար, որտեղ շատ հիմար բաներ դուրս տվեց, որտեղ այդպես էր պետք, ես կոնկրետ Ալիևից չեմ լսել, բայց լրատվականը գրում է, Ալիևը սենց բան ասեց, նման բան ասեց։ Ինչքան վատ բաներ խոսած, որտեղ շատ վատ բաներ ասեց, եթե միայն ադրբեջանցուն թողներ 20 թվականին, ու մեր հայր իրանց բահով ու քլունգով գնային պատերազմ, մենք կհաղթեինք։
բոլոր մեր հայ տղաները գիտեն, որ իրանք այդքան կռվող տղաներ չեն։ Մենք կհաղթենք հաստատ։ Հիմա վերստեմ սա դավաճանա, նա դավաճանա, այս սենցը, ես չեմ խոսում այդ թեմաներով, որ ամեն ինչը Կրեմլի կողմից եղել է, դա արդեն միանշանակ մեր ժողովուրդը գիտի։ Ալիևը իր ուզած նպատակներին չի հասնելու Հայաստանի համար, որ հիմա Սևան կգա, Երևան կգա, то չգիտեմ Թումանյան կգա, Թումանյան փողոց կգա։ Չի լինելու դա։ Նորից էլի 3 մատի վարժություն ցույց տան, որ դա չի լինելու, առա կգա։ Հիմա կասեմ, «Ոյ, ես Լուսյանից ոնց է սենց բաներ անում, լավ եմ անում, ճիշտ եմ անում»։ Հիմա մի բան էլ ձեզ ասեմ, քանի որ ապրիլ ամսվանից եւ Սև լուսին էլ, որ հիմա շուտով կմտնի աղեղնավոր, հակառակն է երկվորակն է, որ դա ինֆորմացիան է, դա նշանակում է, այս ճակատին պետք է խփես, որ ինքը էշը։ Եթե երկրի ղեկավարը իրեն ճիշտ չի պահում, մեկ այլ ազգի ժողովրդի հետ, հենց տեկուս վերցնենք Ալիևին, հեռու չգնանք, վերցնենք Ալիև, վերցնենք Էրդողան, այդ Իսրայելին էլ վերցնենք, Ռուսաստանին էլ վերցնենք, ղեկավարները մեկ այլ ազգի ժողովրդի, եկեք պարզ ասենք Հայաստանի, հայ ժողովրդի, հենց այդ երկրներին կլինեն երկնային աղետներ, առաջին, Ադրբեջան, Թուրքիա, ու այդ երկրները, որտեղ կա ծով, ջուր, որտեղ կա օվկիանոս, այնտեղ կլինեն աղետներ, փոթորիկներ, երկրաշարժներ, փլուզումներ, վերջում վարակիչ հիվանդություններ, նաև կլինի կենդանիների սպանդ, կթունավորվեն ու կարող է իրենք էլ սպանեն միջև անգամ, նման բաներ շատ կլինի, որտեղ Աստծուն շատ է զայրացրել աշխարհի բոլոր մարդիկ շատ, այդ ջրհեղեղը, որ եղավ հենց այնպես չէր, Բաբելոնը, որ կործանվեց, հենց այնպես չէր, հիմա սկսվել է այդ շրջանը, սկսվել է, այսինքն հատուցման ժամանակաշրջանում ենք մենք, 26 թվականից դա սկսվում է, մինչև 29-30 թվական, բայց Ռուսաստանին դեռ 20 տարի տևողը, ես չեմ ասում, որ հիմա որ դուրը ծեծես, որ այգին մտնես, Հայաստանում ասենց մեծ ծաղկելու ամեն ինչ, բայց համեմատած մնացած երկրների հետ Հայաստանում ծաղկունք կա, այո, ուղղակի մենք չենք ուզում դա տեսնել, որովհետև չենք ուզում, իսկ ով որ իր աչքերը բացեց, ինքը կտեսնի, ու այդ հրեղենձին իրան քացով չի տա, փորձեք, փետրվարի ծեսկում, քանի որ խավարումն է, խավարումն էլ ուզում եմ լավ հասկանաք ինչ բան է խավարում, ու կատալիզատոր է համարվում, մաքրում, զտում, եթե մի բանը խավար է, եթե մի բանը մութ է, մութ, խավար, դու ոչինչ չես տեսնում, ոչ մի բան դու չես տեսնում, դու ոնց կարաս խավարման ընթացքում, ինչ որ մի բան այստեղից վերցնես, դնես այնտեղ, կարող անգնի, կարող չկարողանես տեսնես վերցնել, դրա համար խավարում ավելի շատ զտում է, մաքրում, ուղեղդ նստի ու մաքրի, ինչ վատ բաներ եմ ես արել ինչ որ մեկին, հայրը տա, մայրը տա, հարևանը տա, բարեկամը տա, ծնող քո երեխու հանդեպ, երեխա քո ընկերոջ, քո ծնողի հանդեպ գնահատելա պետք մարդիկ իրար, հարգանքա պետք, ավելի շատ հարգանքն է կարևոր, քան սերը, եթե հարգեցիր կսիրել ես, ցավ չես պատճառի, այդ ամենը խավարման ամբողջ փետրվար ամիսն է, անալիզ արա, եթե դու անալիզ արեցիր, քո միտքը սկսել է պայծառանալ, ու հենց այդ խավարման մեջ թույլ լույս է երևալու, դու այդ լույսը կտեսնես, ես այնքան վստահ եմ, այդ լույսը կտեսնես ու այդ լույսը կամաց կսկսի բացվել, կբացվի ինքը կդառնա մեծ գունդ, լուսավոր կլինի, ու դու կտեսնես ինչքան լավ բաներ է քեզ բացվելու, լույսը կբացվի, արդեն դու գիտես բաժակը վերցնես ուր դնես, ոչ թե կտնես սեղանի ծանին, որը կկնգն ու գմփոցով կկոտրվի, իսկ հրեղենձին, քանի որ իրան սանձել հնարավոր չի, ինքը վայրի է, ինքը բնական է, ինքը անտառից է, ինքը սարերից է, ինքը ձորերից է, որ քեզ քացով չտա ու թողնի, որ դու նստես իրան մեջքին, այո,
ու սանց պարտադից չի սանց լինի, դու իրա բաշից էլ բռնես հերիք արդեն, իրա մազերից էլ բռնես, վզից էլ բռնես հերիքա։ Այս ձին, ես չնայած նորից եմ ասում, մեր այդ կենդանակերպերին դա կառուցվածքային կառասկոպ է կոչվում, կենդանակերպի նշանները, որ տարին ասում են, օծի տարի, ձյու տարի, հաջորդ տարի 27 թվականը ոչխարի տարի է համարվում, որը համարվում է դերասանական տարի, հետո կապիկն է սկսելու, որ օջախի տարի է, հետո աքլորն է սկսվելու, որը իր մեծամտություն, ես եմ որ կամ, աքլոր եմ, բոլոր կանայք իմն են, բայց ինձ է կտուցին ու կատարին կպնելու, որ սենց քիթը տնգած շրջելու է, շատ հարցեր կա դեռ։ Այսպեսն է կենդանական աշխարհը, բայց ես չեմ ուզում այդպես կառուցվածքային կառասկոպով ասեմ, որտեղ անհատական է շատ հարցեր։ Շատ հարցեր հիմա եթե ասում եմ Սև լուսինը գտնվում աղեղնավորում, դա չի նշանակում բոլոր աղեղնավորները սրիկա են, կամ բոլորը լավն է շատ։ Ինք ուղղակի երկակի նշան է եւ անդադ զգուշացնում է։ Սա մի արա, որ սես չլինի, կլսես չի լինի, չլսես վատը կլինի։ Այսպես այնպես որ խաղաղ ապրեք, մի մտածեք, որ պատերազմ կլինի, մի մտածեք, որովհետև ես չեմ տեսնում պատերազմ։ Ինչքան էլ դուք ասեք, որ լույսան խափում է։ Ում համար ես խափում եմ, իր համար կլինի պատերազմ։ Ում համար եւ որ տենց է ուզում մտածի, ում համար որ ես խափում եմ, իր կտորը կծակվի ու անդադ ընտեղից կարկոտ կընկնի։ Ում համար որ ես խափում եմ, իր ամուսինը կդավաճանի։ Ինքն էլ կդավաճանի, որտեվ այն ընտանիքով որ չի ուզում լավ բան տեսի, իր կողքի ամուսին էլ չի լինի, իր երեխաները վաղ իր քթից բերելու են։ Այսքան, դե մտածեք ուղղակի ճիշտ ապրեք, որպեսզի ձյու քացուտակ չընկնեք։ Ասված էս օգնական բոլորը ժողովուրդ չեն։ Նախ կրակեցին 60 տարի մեկ է պատտվում, ինքը շատ դժվար է, ինքը շատ էգոիստ է։ Կրակե հրեղեն ձին, ինչ է բերելու 2026 թվականին Հայաստանին։ 26 տիպը հրեղեն ձին է։ Ձին ինքը բլագարոտնի, ոնց ասեմ, առաքինի է համարվում, ինքը արիստոկրատ նշան է համարվում։ Տիկին Լուսի, ասացիք, որ 2026 թվականը ձին կռիվ բերող տարի է։ Բոլորին հետաքրքրում է, Հայաստան-Ադրբեջան պատերազմ լինելու է ի վերջո, թե ոչ։ Ու այդ մամաներին կխնդրեմ, որպեսզի այդ մամաները վատ բան չմտածեն, որ իրանց երեխեքին վատ բան կլինի բանակում։ Այդ էներգիան մի ուղարկեք այնտեղ, ձին չի սիրում լացուկոց։ Ալիևը այդպես ինչքան ուզում է թող խոսի։ Ինչ ուզում է թող խոսի Հայաստանի մասին, դա չի լինելու։ Այդ ձին, հրեղեն ձին, անենց է քացով խփելու, անենց է թափքելու է հետևից։ Ալիևի պլանը հաջողվելու է, թե ոչ։ Ոչ։ Ալիևի պլանը չի հաջողվու Հայաստանի սահմաններից վերցնելու ժողովուրդ։ Հայաստանը վարի չի գնալու, դե կտեսենք մեր պետականության էլ ոչինչ չի լինելու։ Դա չի լինելու, առա կգա։ Հենց այդ երկրներին կլինեն երկնային աղետներ։ Առաջին Ադրբեջան, Թուրքիա։ Հայ ժողովրդի հետ բոլորը հաշվի են նստելու եւ այդ ժամանակը կամաց մոտենում է ժողովուրդ ջան։ Եվ այն երկրները, ովքեր մեզ այդ վատը նեղել, իրանց վատ բաներ սպասում։ Կբացվի ինքը կդառնա մեծ գունդ, լուսավոր կլինի, ու դու կտեսնես ինչքան լավ բաներ է քեզ սպասվելու,